Արդարն ու անարդարը, ուկրաինական հեքիաթ։ Ապրում էին երկու եղբայր, մեկը հարուստ, մյուսը աղքատ։ Մի անգամ նրանք հանդիպեցին ու խոսքով ընկան։ Աղքատն ասում է. աշխարհում ինչքան էլ դառը լինի, էլի մարդը պետք է արդարությամբ ապրի։ Իսկ հարուստը թե դու հիմա որտեղ կգտնես արդարություն, հիմա աշխարհում արդարություն չկա, հիմա ամեն տեղ անարդարությունն է տիրում, անարդար ապրելն էլ լավ է։ Իսկ աղքատն իրենն է պնդում. Չէ, ախպեր, արդարությամբ լավ է։ Հարուստն էլ թե լավ, եկ կռազ գանք, գնանք մարդկանց հարցնենք, ում հանդիպենք, նրան էլ հարցնենք և այսպես, մինչև 3 լրանա։ Եթե քո ասածի նման դուրս գա, ապա իմ ամբողջ ունեցվածքը թող քեզ լինի, իսկ եթե իմ ասածի նման, ապա քո ամբողջ ունեցվածքը ես կվերցնեմ։ Աղքատը թե լավ։ Եվ ահա գնում են նրանք ճանապարհով։ Գնում են, մի մարդու են հանդիպում, որ աշխատել ու իր վաստակն առած գալիս է։ Եղբայրները թե բարև, բարի մարդ։ Բարև։ Մենք քեզ մի բան ենք ուզում հարցնել։ Ասացեք։ Ինչպես է լավ աշխարհում ապրել, արդարությամբ թե անարդարությամբ։ Բարի մարդիկ, ասում է նա, հիմա դուք որտեղ արդարություն կգտնեք։ Ահա ես ինչքան աշխատեցի, բայց ինչ վաստակեցի։ Ոչինչ, դեռ այդ կոպեկներից էլ մի բան տերս կորզեց։ Արդարությամբ ոնց կապրես։ Չէ, լավ է մարդ անարդար ապրի, քան թե արդար։ Այս մեկ ախպերս, ասում է հարուստը, տեսար, որ իմ ասածն է ճիշտը։ Աղքատ եղբայրը տրտմում է, բայց էլի առաջ են գնում և ահա հանդիպում են մի վաճառականի։ Բարև, ազնիվ վաճառական։ Բարև։ Մենք քեզ մի բան ենք ուզում հարցնել։ Ասացեք։ Ինչպես է լավ աշխարհում ապրել, արդարությամբ թե անարդարությամբ։ Բարի մարդիկ, արդարությամբ ոնց կապրես, հենց որ սկսում ես վաճառել, 100 անգամ պիտի խաբես ու հիմարացնես մարդուն, թե չէ վաճառել չի լինի։ Եղբայրները դարձյալ առաջ են գնում։ Ահա երկրորդ անգամ ես ճիշտ դուրս եկա, ասում է հարուստը։ Իսկ աղքատն ավելի է տրտմում ու առաջ են գնում։ Գնում, հանդիպում են մի պանի։ Բարև ձեզ ձերդ ողորմածություն։ Բարև։ Մենք ձեզ մի բան ենք ուզում հարցնել։ Ասացեք։ Ինչպես է լավ աշխարհում ապրել, արդարությամբ թե անարդարությամբ։ Բարի մարդիկ, հիմա աշխարհում արդարություն որտեղից։ Արդարությամբ չես ապրի։ Թե որ ես արդարությամբ ապրեի, ու խոսքը չվերջացրած առաջ է գնում։ Դե ախպերս, ասում է հարուստը, գնանք տուն և ունեցվածքդ ինձ տուր։ Աղքատը տուն է գնում, իսկ սիրտը սարսափելի տխուր է։ Հարուստ եղբայրը տանում է նրա ունեցած-չունեցածը ու միայն խրճիթն է թողնում։ Առայժմ ապրիր, ասում է նա, հիմի ինձ հարկավոր չի, իսկ մի առժամանակ հետո ուրիշ խրճիթ որոնիր։ Նստել է աղքատն իր ընտանիքով, տանը մի կտոր հաց չկա, աշխատելու տեղ էլ չկա, որովհետև այդ տարին շատ անբերի է լինում։ Համբերում է աղքատը, դիմանում, բայց դե երեխաները լալիս են։ Սա էլ վերցնում է չափն ու գնում հարուստ եղբորից ցորեն խնդրում։
Դուր ասում է, ախպեր ջան, գոնե մի չափ ալյուր կամ ցորեն, ինչպիսին ուզում է լինի, ուտելու բան չունենք, երեխաները քաղցից ուռչում են։ Իսկ սա թե, բեր քո մի աչքը հանեմ, այդ ժամանակ մի չափ ալյուր կտամ։ Աղքատը մտածում, պիտի համաձայնվել։ Ահա, ասում է նա, հանիր, Աստված քեզ հետ, միայն թե որևէ բան տուր, ի սեր Քրիստոսի։ Հարուստը հանում է աղքատի մի աչքը, մի չափ մգլած ալյուր է տալիս, սա էլ վերցնում տանում է տուն։ Կինը հենց որ տեսնում է նրան, հառաչում է. Քեզ ինչ է պատահել, աչքդ որտեղ է։ Ասում է, եղբայրս խլեց։ Եվ ամեն բան պատմում է կնոջը, լալիս են, դարդ են անում, բայց այդ հացով յոլա են գնում։ Մի շաբաթ անցած չանցած հացը նորից վերջանում է։ Աղքատը նորից վերցնում է չափն ու գնում եղբոր մոտ։ Ախպեր ջան, ասում է, հաց տուր, ինչ որ տվել էիր, վերջացավ։ Բեր աչքդ հանեմ, մի չափ էլ կտամ։ Իսկ ես, ախպեր, առանց աչքի աշխարհում ինչպես ապրեմ, մեկն արդեն դու խլեցիր, եկ գթա, առանց դրան հաց տուր։ Ոչ, ասում է եղբայրը, ծրի չեմ տա, տուր աչքդ հանեմ, հետո մի չափ էլ վերցրու։ Աղքատը ստիպված դրանել է համաձայնվում։ Առ, ասում է, հանիր, Աստված քեզ հետ։ Եվ ահա հարուստ եղբայրը վերցնում է դանակը, աղքատի մյուս աչքն էլ է հանում և նոր միայն չափի մեջ ալյուր է լցնում։ Կույրը վերցնում է ալյուրն ու գնում տուն։ Մի կերպ ցանկապատներից բռնվելով, խարխափելով հասնում է տուն ու ալյուրը բերում։ Կինը հենց որ տեսնում է նրան, քար է կտրում։ Վայ քո խեղճ գլխին, ոնց պիտի առանց աչքի ապրես աշխարհում։ Գուցե մի կերպ հաց ճարեինք, իսկ հիմա լալիս է, սիրտը կտրատում ու էլ չի կարողանում խոսք ասել։ Իսկ կույրն ասում է. լաց մի լինիր կնիկ, աշխարհում մենակ ես չեմ խավար։ Շատ կույրեր կան, բայց էլի ապրում են առանց աչքերի։ Շուտով այդ հացն էլ են ուտում։ Դե մեծ բան չէր, մի չափ, իսկ ուտողները քիչ չէին, մի ողջ ընտանիք։ Իսկ հիմա կնիկ, ասում է կույրը, եղբորս մոտ էլ չեմ գնա։ Ինձ գյուղից դուրս տար, այնտեղ մեծ բարդու տակ, ճամփի եզրին թող ողջ օրը, իսկ երեկոյան կգաս ու տուն կբերես։ Գուցե գնացող եկողները մի կտոր հաց կտան։ Կինը նրան տանում, նստեցնում է բարդու տակ և ինքը վերադառնում տուն։ Նստում է խեղճ մարդը։ Անցորդներից ոմանք նրան փշրանքներ են տալիս։ Իրիկնամուտ է, իսկ կինը դեռ մլուլ է տալիս, չկա ու չկա։ Հոգնել է մարդը, ուզում է մենակ տուն գնալ, բայց ճիշտ ճանապարհով չի գնում ու տուն չի հասնում։ Գնում, բայց ինքն էլ չգիտի թե ուր։ Մեկ էլ լսում է, որ շուրջն անտառն է աղմկում։ Ուզի, անտառում պիտի գիշերի։ Բայց խեղճ մարդը գազաններից վախենալով մի կերպ մագլցում է ծառն ու նստում այնտեղ։ Ուղիղ կեսգիշերին չարքերը վազելով գալիս հավաքվում են այդ կաղնու տակ, նրանց հետ է լինում նաև իրենց գլխավորը։ Եվ ահա այդ գլխավոր չարքը սկսում է հարցնել, թե ով ինչ է արել։ Մեկն ասում է. ես այնպես արեցի, որ 2 չափ ալյուրի համար եղբայրը եղբոր աչքերը փորեց ու հանեց։ Իսկ գլխավորն ասում է. լավ ես արել, բայց էլի այն չէ։ Հապա ինչպես լիներ։
Եթե այդ կույրը աչքերը շփի այն ցողով, որ հենց այս ծառի տակ է գտնվում, ապա աչքերը կտեսնեն։ Իսկ ով է լսել այդ մասին։ Ով գիտի այդ մասին, որ հենց այդպես էլ անի։ Դե, իսկ դու ինչ ես արել, հարցնում է գլխավորը մյուսին։ Իսկ ես մի գյուղում բոլոր ջրերը ցամաքացրեցի, մի կաթիլ էլ չթողեցի։ Եվ հիմա նրանք ջրի համար 30-40 վերստ հեռու են գնում, այդտեղ շատերն են կոտորվում։ Լավ ես արել, բայց էլի այն չէ։ Իսկ ինչպես պիտի լիներ։ Եթե որևէ մեկը շարժի այն քարը, որ ընկած է մոտակա քաղաքում, ապա նրա տակից այնքան ջուր կհոսի, որ ամբողջ գյուղին հերիք կանի։ Իսկ ով է լսել այդ մասին, ով գիտե այդ մասին, որ հենց այդպես էլ անի։ Դե, իսկ դու ինչ ես արել, հարցնում է գլխավորը մյուս չարքին։ Այսինչ թագավորության թագավորը մի աղջիկ ունի, այնպես արեցի, որ աղջիկը կուրացավ, և հիմա բժիշկները ոչինչ չեն կարողանում անել։ Լավ ես արել, բայց էլի այն չէ։ Իսկ ինչպես պիտի լիներ։ Եթե այս ծառի տակ գտնվող ցողով շփեն այդ աղջկա աչքերը, ապա նա կտեսնի։ Իսկ ով է լսել այդ մասին, իսկ ով գիտի այդ մասին, որ հենց այդպես էլ անի։ Մարդը նստել է ծառի վրա և ինչ որ նրանք խոսում են, բոլորը լսում է։ Եվ ահա, հենց որ չարքերը չքացան, նա իջավ ծառից, ցողով աչքերը շփեց և սկսեց տեսնել։ Այն ժամանակ մտածեց. այժմ կգնամ և մարդկանց էլ կօգնեմ։ Վերցրեց այդ ցողից, լցրեց շշի մեջ ու գնաց։ Մոտեցավ այն գյուղին, որը ջուր չուներ։ Տեսնում է մի պառավ, լծափայտը ուսին ջուր է բերում։ Ձայն տվեց պառավին ու ասաց. «Տատիկ, մի քիչ ջուր տուր խմեմ»։ Որդյակ, ես այս ջուրը 30 վերստ հեռվից եմ բերում ու մինչև տեղ հասնելս կեսը կթափվի։ Իսկ իմ ընտանիքը մեծ է, առանց ջրի կոտորվում է։ Հենց որ ես ձեր գյուղը գամ, բոլորին ջուր կտամ, ասում է մարդը։ Պառավը նրան ջուր տվեց և այնպես ուրախացավ, որ անմիջապես վազեց գյուղ ու մարդկանց պատմեց այդ մարդու մասին։ Մարդիկ հավատում են ու չեն հավատում, բայց գալիս են նրան դիմավորելու, գլուխ են տալիս։ Բարի մարդ, փրկիր մեզ դաժան մահից։ Լավ, ասում է մարդը, միայն թե ինձ օգնեք, տարեք ինձ ձեր մոտիկ քաղաքը։ Մարդիկ նրան տարան, նա սկսեց որոնել և գտավ այն քարը։ Բոլորը միահամուռ սկսեցին քարը շարժել, որ բարձրացնեն։ Եվ ահա շարժում են։ Հենց որ շարժեցին, նրա տակից ջուրը հորդեց։ Ոնց է հոսում, բոլոր աղբյուրները, բոլոր լճակները, գետակները ջրով լցվեցին։ Մարդիկ ուրախացան, շնորհակալություն հայտնեցին այդ մարդուն ու փող տվին ու ամեն տեսակի բարիքներ։ Նա նստեց ձին ու գնաց։ Գնում է ու շարունակ հարցնում այն թագավորության ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, հասավ այնտեղ։ Մոտեցավ թագավորական պալատին ու հայտնեց սպասավորներին։ Լսել եմ, որ ձեր թագավորի աղջիկը հիվանդ է, գուցե ես բուժեմ։ Դա քո ինչ բանն է, այստեղ իսկական բժիշկներն էլ գլուխ չհանեցին, դու ուր ես խցկվում։ Դե էլի, հայտնեցեք թագավորին, ինչ կլինի։ Սպասավորները չէին ուզում, իսկ նա համառում էր։
հայտնեցեք, որ հայտնեցեք։ Ինչ պիտի անեին, հայտնեցին։ Թագավորը նրան կանչեց պալատ։ Դու կարող ես իմ աղջկան բուժել, հարցնում է թագավորը։ Կարող եմ, պատասխանում է մարդը։ Թե որ բուժես, ինչ ուզես կտամ։ Մարդուն տարան այն սենյակը, ուր պառկած էր արքայադուստրը։ Նա արքայադստեր աչքերը շփեց ցողով և նա սկսեց տեսնել։ Թագավորն այնպես ուրախացավ, այնպես, որ ասել չի լինի։ Մարդուն այնքան հարստություն պարգևեց, որ նա սայլերով տարավ։ Իսկ այդ ժամանակ կնիկը դարդ էր անում, մորմոքում էր, որ չգիտե, թե մարդը որտեղ է։ Մտածում էր, որ երևի մեռել է, մեկ էլ մարդը գալիս է ու պատուհանը թակում։ Կնիկ, բաց արա։ Կնիկը ճանաչեց նրա ձայնը, ուրախացավ, վազեց, դուռը բացեց։ Ներս բերեց մարդուն, կարծելով, թե կույր է։ Լույսը վառիր, ասում է մարդը։ Կնիկը լույսը վառում է ու հենց որ տեսնում է մարդուն, ձեռքերը խփում է իրար, մարդը տեսնում էր։ Այ փառք քեզ Տեր, այս ինչպես պատահեց, դե պատմի, շուտ։ Համբերիր, կնիկ, նախ բարիքը ներս բերենք։ Բերում են, հա բերում։ Հարուստ եղբորն ունեցած նուր, սաուր։ Դե հարստացան ու սկսեցին ապրել։ Հարուստ եղբայրը հենց որ լսեց, վազեց եկավ։ Այդ ոնց պատահեց, եղբայր, որ թե տեսնում ես, թե հարստացել ես։ Նա էլ չուզեց թաքցնել ու ամեն բան պատմեց, որ ահա այսպես ու այսպես։ Հարուստ եղբայրն ուզեց ավելի շատ հարստանալ, հենց որ գիշերն իջավ, կամացուկ ծլկեց անտառ, բարձրացավ նույն ծառին ու նստեց։ Կես գիշերին չարքերը թռչում գալիս են իրենց գլխավորի հետ և ահա խոսում են. Սա ինչ բան է, ոչ ոք այդ մասին չէր լսել, ոչ ոք այդ մասին չգիտեր, բայց ահա, կույր եղբայրը տեսնում է և ջուրը հոսում է քարի տակից և արքայադուստրն է առողջացել։ Գուցե ինչ-որ մեկը մեզ ականջ է դրել, եկեք որոնենք։ Սկսեցին որոնել, մագլցեցին ծառի կատարը, իսկ այնտեղ հարուստն է նստած, բռնեցին նրան և հոշոտեցին։